Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Եթերում մեր բնակից հաղորդումն է, որի ընթացքում ես երևի թե խոսեմ 4 հարցի շուրջ։ Հարց առաջին։ Երևի թե այսօր ամենակարևոր միջոցառումներից մեկը եւ իրադարձություններից մեկը քաղաքական ոլորտում դա իհարկե վաղարշաբաթ համայնքի ընտրություններն են։ Բայց եկեք մի հատ հիշենք, ինչից սկսվեց եւ ինչի այդ ընտրությունները հիմա տեղի են ունենում։ Եկեք մի քանի ամիս հետ գնանք։ ԿՊ-ն լինելով իշխանության իդեմս իրենց նախորդ համայնքապետի զբաղված էր խարդախությամբ այդ տարածաշրջանում։ Ինչի համար հանեցին նախորդ համայնքապետին։ Այնքան արդեն բաներ են արել ԿՊ-ականները, որ չկարացան աչք փակեն եւ ծածկադմփոցով զբաղվեն։ Հիմա ասում են նորից ընտրեք մեզ, այս անգամ մենք լավը կլինենք։ Հիշեցնում ա, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ասում ա մենք սկսում ենք 8 տարի անցել է։ Սարքել բանակ։ Ինչ ասում, ասում են նորից ժամանակ տվեք, որ ես երկիրը զարգացնեմ, սպասեմ, բանակ զարգացնեմ, անվտանգություն ապահովեմ։ Նույնը ասում են վաղարշաբաթ համայնքում։ Իրենց տեխնացու, որ այսօր ներկայանում ասում է ես ԿՊ-ից չեմ, ասում ես ԿՊ-ի համար պատասխան չեմ տալի։ Ոչ չես կարող պատասխան տաս։ Դա ձեր կուսակցությունն է եւ ինքը կատարել է ձեր կուսակցության ցուցումները։ Ըստ մեր տեղեկությունների ինքը դա միայնակ չի արել։ Մենակ ինքը չի ԿՊ-ից եղել այդ խարդախությունների ժամանակ։ Իրենք թափթփուկներ են։ Մարդիկ, որոնք եկել են իշխանության, կներեք, սեփական կատուել չեն ունեցել։ Մի հատ հիմա իրանց նայեք։ Նայեք իրանց բոլոր նշանակված պաշտոնյատար անձանց։ Ես կարծում եմ, որ եթե մարդիկ մտածում են գնանք ընտրենք այս անձին, ես խնդրում եմ գնանք ընտրեք կուսակցությանը, ոչ թե անձին։ Որտեւ այդ անձն էլ ոչինչ չի անելու։ Ես վստահ եմ, որ մենք էլի տեսնելու ենք խարդախություններ իրենց պաշտոնյաների միջոցով։ Ինչ սպանություններ, ինչ հանցագործություններ են տեղի ունենում այդ թվում վաղարշաբաթ համայնքում։ Ըստ մեր տեղեկությունների ճնշումներ են գործադրում բոլոր ադմինիստրացիոն աշխատողների վրա։ Եթե հանկարծ իրենց ընտանիքների անդամները ընդգրկված են օպոզիցիոն ցուցակներում, ճնշում են գործադրում այդ մարդու կնոջ վրա։ Ճնշում են գործադրում, եթե կիննա մեր մոտ կամ մյուսների մոտ, ուրեմն իր ամուսնու վրա։ Ճնշում են գործադրում երեխաների վրա։ Այսօր մամուլից իմացանք, որ մտել են Զորամաս, Էջմիածնում։ Եվ ձերբակալություններ են ետում, որտեղ այդ Զորամասի սպայական կազմը դեմ է այսօրվա իշխանությանը։ Ես վստահ եմ։ Եվ դա միակ Զորամասը չի։ Բանակի 80% դրա այս իշխանավորներին դեմ է։ Այս թափթփուկներին դեմ է։ Բոլոր տեղերը իրենց նկարներն են կպցրել։ Կպցրել մի մարդու նկար, որ միայն ու միայն իր հոր ազգանունով է ճանաչված։ Հերոսի ազգանունով է ճանաչված, որը զարմանք է ինչի է միացել այն մարդկանց, որոնք հանձնել են Արցախը, որի համար զոհվել է իր հայրը։ Ամենամոտիկը այսօր վաղարշաբաթի համայնքի քաղաքացիներն են մեր եկեղեցուն։ Այն ոտնձգությունները, որ տեղի ունեն եկեղեցու ուղղությամբ։ Հարց է ծագում։ Եթե եկեղեցին կարելի է բաժանել եւ ստեղծել ալտերնատիվ եկեղեցի, մենք էլ կարանք ստեղծենք ալտերնատիվ կառավարություն։ Մենք էլ ունենք այդ իրավունքը։
Ով ասեց, որ կարա ինքը գնա եկեղեցին բաժանի ու գնա այդ եկեղեցում փորձի նոր ինչ-որ ղեկավար նշանակի։ Մենք էլ կարանք կառավարություն ստեղծենք, ժամանակավոր, ալտերնատիվ եւ սկսենք զուգահեռ կառավարել։ Մենք էլ ուրեմն այդ իրավունք ունենք։ Այդ երկում ամենակ իրավունքները իրանց ձեռքում չի։ Ու դրանով զբաղվում է տրիբունալը։ Այս եկեղեցու հարցով զբաղվում է մեր կողմից հայտնի տրիբունալը։ Եվ զբաղվում է ոչ միայն երկրի ղեկավարով, այդ թվում են ջունգլու ճտերով, որ իր կողքին կանգնած են։ Այսպես շարունակվի, ժողովուրդ ջան, մենք տեսնելու ենք քաղաքացիական պատերազմ։ Ամենադաժան պատերազմներից մեկը։ Այնտեղ, որտեղ հրթիռներ չեն օգտագործում, այդտեղ անուղղակի իրար ոչնչացնում են։ Այսինքն ոչ թե անուղղակի, այլ ուղղակիորեն իրեն ոչնչացնում են։ Անմիջապես ոչնչացնում են։ Ամենադաժան պատերազմներն է, դա քաղաքացիական պատերազմ։ Մենք կապ չունենք ոչ հիների հետ, ոչ այս թազա քպեական հիների հետ։ Մենք համահայկական ճակատ կուսակցություն ենք։ Մենք գնացել ենք ընտրության, որտեղ քայլեր ենք անում, ոչ միայն խոսում ենք, այլ քայլեր ենք անում։ Փորձում ենք իրավիճակ փոխել։ Մենք պատրաստ ենք լսել ցանկացած քաղաքացու։ Էջմիածինում մենք ունենք մեր շտաբը։ Բոլորին հրավիրում ենք, բոլոր հասարակ մարդկանց, ով ունեն հարցեր, մենք պատրաստ ենք լսել, պատրաստ ենք գրանցել իրենց խնդիրները, իրենց հարցերը։ Պատրաստ ենք հնարավորինս օգնենք այդ մարդկանց։ Եվ ընտրվելու դեպքում մենք այդ հարցերը դնելու ենք մեր դեմը եւ քայլ առ քայլ լուծելու ենք եւ գտնելու ենք լուծումներ։ Հանուն մեր զոհված ընկերների, հանուն մեր գերիների, որոնք այսօր պայքար են տանում հայ ազգի համար Բաքվի բանտերում, ու մենք գալիս ենք վերականգնենք ամենակարևորը արդարությունը եւ խոսքի իրավունքը։ Մենք գալիս ենք, որ զբաղվենք մեր քաղաքացիների խնդիրներով։ Մենք գալիս ենք, որ այս խարդախությունները չլինեն։ Մենք գալիս ենք վերականգնենք մեր ժողովրդի պատիվը եւ աշխարհի դեմ հպարտ հայը իր գլուխը բարձր պահած կարողանա մասնակցի բանակցությունների եւ հարցեր լուծի։ Ընտրեք համար 2-ը։ Սա մեր համար արդարության եւ հաղթանակի նշան է։